Նուբարաշենից ստացված հերթական զանգը մեզ տարավ մի ընտանիք, որտեղ ամեն օրը պայքար է բառի ամենաբուն իմաստով։ 40-ամյա Սոնա Վարդանյանը միայնակ է մեծացնում իր երկու անչափահաս երեխաներին։ Մեծը 14-ամյա Սամվելը ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ մոր համար ամենածանրն անորոշությունն է, ինչ է սպասվում իր երեխային ապագայում։ Բժիշկներն ասել են, քանի դեռ ողնաշարն ամբողջությամբ չի թեքվել, մինչև 18 տարին լրանալը Սամվելը պիտի վիրահատվի, այլապես հաշմանդամի սայլակին գամվելու վտանգը կա։ Երկրորդ աստիճանի սկոլիոզ ունի, ամբողջությամբ թեքվել է ողնաշարը։ Պետք է վիրահատվի, իմպլանտներով պետք դրվի ողնաշարին։ Չգիտեմ ավելի շուտ ինչ էլ անեմ արդեն, որ գնամ, որ ինչ անեմ, ամենտեղ դիմել եմ էլի։ Ակաշներին մի քիչ թանկ գումար ուզեցին, որպեսզի կարողանան բանան վիրահատեն, բանը սողական սարք դնել, այդ գումարը չկարողացանք չարեինք։ Դե պետությունը կարա անի վիրահատությունը, անվճար կլինի, բայց այդ իմպլանտները որ դնեն, այդ ամենաթանկը ոնց որ 1 միլիոնից շատ է լինում։ Սոնան ու ամուսինը տարիներ առաջ են բաժանվել։ Կնոջ խոսքով դա միակ ճիշտ որոշումն է եղել հանուն երեխաների անվտանգության։ Ընտանիքում տարիներով տևական բռնությունները իրենց ծանր հետքն են թողել ոչ միայն Սոնայի, այլև երեխաների առողջության վրա։ Նա ալկոհոլի ազդեցության տակ հենց երեխաների աչքի առաջ է ծեծել Սոնային։ Նրանց հիշողությունից մոր դաժան ծեծի տեսարանները ոչ մի կերպ չեն ջնջվում ու իրենց անդառնալի հետքն են թողել հոգեկան աշխարհի վրա։ Իրեն տեսնելուց ավելի շատ էին երեխեքը ներվայնանում, ջղայնանում, ավելի շատ մեջները վախեր առաջանում յան տեսնելուց։ Մինչև հիմա որ անունը լսում են, ասում են, ինչ լավ որ չկա, դաժե այդ վիճակն է։ Չեն ուզում թե լսեն։ Խմում էր ինքը։ Հա, խմում էր։ Ինքը շատ էր խմում։ Դրա համար էլ ավելի լավ էր որ չլիներ էլի։ Հիմա իմ աղջիկը դրա համար շատ է յանչիսին, որ ինձ ուզեցել է խփի կամ ինչ-որ վնասի դրա ինքը ասում է մամայիս, ինքը ավելի շատ ոնց որ արդեն հիմա իմ հետ ագնեց կապված է, իմ աղջիկը ոնց չի էլ պոկնում, ինչ-որ մեկը վախենում է, մեկը ինձի վնասի, անդադ ուզում է իմ կողքին լինի, որ հանգարց մեկը ինձի բանջ, գործից տեղն էլ է գալիս, ասում եմ գամ քո կողքը նստեմ, մեկ այդ բան չասի։ Մամային խփում էր, Պապան ասում էր էլեք դուրս էսի փոքր երեխա բան չէր, հանեց մեզ դուրս, հետո մաման տփում էր։ Այս փոքրիկ կացարանը, որը դժվար է տուն անվանելը, վարձով է։ Այն սակայն շուտով Սոնան երեխաների հետ պիտի լքի, տանտիրոջ կամքն է, պետք է վերանորոգվի։ Սենյակում եղած իրերն էլ Սոնայինը չեն, տանտիրոջինն են։ Սոնայի մայրը պատմում է, թե աղջիկն ու երեխաներն անգամ լողանալու տարական հարմարություններ չունեն։ Դրա համար շաբաթը մեկ երկար ճանապարհ են կտրում, որ իր տանը լողանան։ Ցուրտ ու խոնավ այս սենյակում մնալը Սամվելի առողջությանը հակացուցված է։ Մեր այցելության օրն էլ հոսանքն անջատել էին, լույս չունեին գումարը չմուծելու պատճառով։ Երեխաները հաճախ են հիվանդանում։ Ցուրտ պայմանների պատճառով տղան թոքաբորբ է տարել, ինչից հետո էլ առողջական վատ վիճակն էլ ավելի է սրվել։ Ինքը նորմալ հաշ չի ուտում, էլի։ Շատ մենք վիտամիններ ենք առնում, օրինակ բանջարեղեն, միրգ չի ուտում ընդհանրապես։ Ամեն ինչը մաղելով կամ ինչ-որ մի բանով կերակրում է միան։ Ինքը միշտ երբեք չմեծացող ոնց որ երեխա լինի։ Փայտը կա, բայց կոտրող չկա, ընդհանուր ուժ չկա, որ մեկը կոտրի։ Դրա համար ստիպված սպառարան հանել են։ Թե չես միշտ այնց ցուրտ այրանց տուն, երեխեքն սովորել են։ Մենք ամենաշատը լսում ենք ծմաղանից, որովհետև նա շատ է ծունը, համել ցուրտ է։ Սոնան համատիրությունում մաքրուհի աշխատում, ամսական 70,000 դրամ աշխատավարձը Սամվելի թոշակն ու երեխաների նպաստն են ապրուստի հիմնական միջոցը։ Շատ ժամանակ այդ մեջքի համար դեղորայք եմ ասում որ հանգստանացավը մի քիչ մազեր կամ ինչ-որ մի բանը։ Շատ ժամանակ այդ դեղորայքը շատ չեմ էլ կարողանում առնել, քիչ եմ տալիս էլ օրինակ ամսվա կտրվածքով կարող է բանը շատ կա պետք լինի, քիչ եմ առնում, որտեվ գումարը շատ ժամանակ չի հերիքում էլ որ առնեմ։ Ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ձախորդությունները Սոնայի ընտանիքի գլխից, ինչպես ասում են, անպակաս են։ 2 տարի առաջ երեխեն լվացք անելուց են եղել, միանգամից այդ բանակ վարվել գմփոցի նման պատենան դուսեք, երեխեն դուսայք է, հենց դուսայքի ամբողջությամբ ինքը վարվել է։ Այդ զուգարանի կողմը դուրրելու սամուտը սաղը վարվել է։ Մի կերպ ոնց ասած երեխուն փրկել ենք էլի։
Սոնային երբեմն մայրն է օգնում, երեխաներին դպրոց տանում, 8-ամյա Անգելինային շախմատի պարապմունքների, երբեմն սնունդ բերում, երբեմն անհրաժեշտ իրեր։ Այս ընտանիքում սակայն կա մի բան, որը ամուր պահպանվել է։ Երեխաների դաստիարակությունը, առաջին իսկ հանդիպումից նկատելի է նրանց զսպվածությունը, ամեստությունն ու հարգանքը։ Սամվելը մեզ ցույց տվեց իր մեդալները, չնայած խոսքի արտահայտվելու խնդիր ունի, սակայն նրա աչքերում են դաջված եւ մանկական երազանքը եւ մեծերի հոգսը։ Նա օր ու գիշեր մտածում է, թե ինչպես օգնի մորը։ Երեխաները մեծացել են վախի ու զրկանքների մեջ, բայց նույնիսկ այս պայմաններում չեն կորցրել հավատը։ Տուն եմ ուզում, որ տաք լինի, առողջ լինեմ, ուզում եմ մեծանամ, աշխատեմ, մամային պահեմ, խորիկիս պահեմ։ Ապագան ոնց որ չեմ տեսնում։ Իմ տղայի բանը անդադ որ մտածում իմ տղայի մի բան լինի, հետագայում չեմ կամ պատկերացնեմ։ Այսքան տարի պահեմ մեծացրել եմ։ Ինչ-որ մի բան կարող լինի, այդ եմ շատ նեղվում։ Այս տան ներսում ամեն մեկն իր ձևով է փորձում հաղթահարել իրականությունը։ Սամվելը երազում է մի տան մասին, որը չի փլուզվի, որտեղ չեն լինի վախ, ցուրտ ու խոնավություն։ Նա այդ տունը կառուցում է իր երևակայության մեջ ու ամեն օր փորձում է փոխանցել թղթին, մատիտով գծելով պատերը, պատուհաններն ու բակը։ Մի կյանք, որը դեռ չունի, բայց խորապես հավատում է, որ մի օր կունենա, իսկ Սոնայի մխիթարանքը ուրիշ տեղ է։ Հույսը բարձյալն է, սեղանին դրված Աստվածաշունչն է։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն,